Քրիստոնեական ուսմունքի կարևորության մասին, ուսմունք եւ քրիստոնեություն, մաս առաջին, քրիստոնյաների մեծ մասը հաճախ անտեսում է քրիստոնեական ուսմունքի ուսումնասիրությունը, դրա վերաբերյալ հաճախ կարելի է լսել հետևյալ պատճառաբանությունները. Առարկություն 1. Քրիստոնյան Հիսուսի կարիքն ունի եւ ոչ թե ուսմունքի։ Առարկություն 2. Քրիստոնեությունը սրտի կրոն է եւ ոչ թե մտքի։ Առարկություն 3. Ուսմունքը հանգեցնում է քրիստոնեական եռանդը։ Առարկություն 4. Ուսմունքը գործնական չէ եւ քիչ կիրառություն ունի քրիստոնյայի կյանքում։ Առարկություն 5. Ուսմունքը երկպառակտությունների պատճառ է դառնում։ Առարկություն 6. Ուսմունքը չափազանց բարդ է սովորական քրիստոնյայի համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս առարկությունները բավականին տարածված են ժամանակակից քրիստոնյաների շրջանում, դրանք անհիմն են եւ արտահայտում են աստվածաշնչյան քրիստոնեության ու Աստծո կամքին անտեղյակ լինելը, ինչը բացահայտված է Սուրբ գրքում։ Այս եւ սրան հաջորդող երկու գլուխներում մենք մեկ առ մեկ կհերքենք այս առարկությունները եւ ցույց կտանք աստվածաշնչյան ուսմունքի կենսական կարեւորությունը քրիստոնյայի կյանքում։ Քրիստոնյան ունի Հիսուսի եւ ուսմունքի կարիքը։ Ցանկացած պարագայում փրկության համար մեզ միայն Հիսուսն է պետք, եւ սակայն ինչպես կարող ենք ճանաչել իրական Հիսուսին առանց աստվածաշնչյան ուսմունքի իմացության։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կլինեն կեղծ քրիստոսներ, որոնք կփորձեն խաբել մեզ, եւ մենք գիտենք, որ ամենահայտնի աղանդներից շատերն ասում են, թե հավատում են Հիսուսին եւ Հիսուս են քարոզում։ Ինչպես կարող ենք համոզված լինել, որ հավատացել ենք ճշմարիտ Քրիստոսին, եթե չենք ուսումնասիրել Սուրբ Գիրքը եւ չենք կազմել Քրիստոսի անձի եւ գործերի մասին աստվածաշնչյան ուսմունքը։ Ավելին, ինչպես կարող ենք համոզված լինել, որ ապրում ենք նրա կամքի համաձայն, եթե չենք ուսումնասիրել նրա սովորեցրածը, ինչը մեզ փոխանցում է Սուրբ Գրքի միջոցով։ Մենք պետք է գիտակցենք, որ ուսմունքը անփոխարինելի է, եթե ցանկանում ենք հավատալ Աստծուն եւ ճիշտ կյանքով ապրենք նրա եւ մարդկանց առջեւ։ Ըստ Մատթեոս 7-րդ գլուխ 28-ից 29-րդ խոսքի։ Ինչով էր հիանում ամբոխը, երբ Հիսուսը այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես եւ ոչ թե դպիրների նման։ Մարկոս 4-րդ գլուխ 24-ից 25 խոսքում ինչ նախազգուշացում տվեց Հիսուսը իր աշակերտներին իր վարդապետության ուսմունքի, ինչպես նաեւ այն արժևորելու, ըմբռնելու եւ դրանում հարատևելու նրանց պատասխանատվության մասին, եւ նրանց ասաց. «Ուշադիր եղեք, թե ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, եւ ձեզ լսողներիդ կավելանա, որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։ Ինչ է սովորեցնում Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42-րդ խոսքը առաջին եկեղեցու քրիստոնյաների եւ ուսմունքի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին։ Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը եւ աղոթքներին։ Ըստ Եփեսացի 4-րդ գլուխ 14-ից 15-րդ խոսքերի, որն է պատճառներից մեկը, որ քրիստոնյաները պետք է լինեին հասուն եւ քրիստոնեական ուսմունքով կրթված, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության կամուց եւ մարդկանց խաբեությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը։ Ինչ է հորդորում Պողոս առաքյալը իր երիտասարդ աշակերտ Տիմոթեոսին, Տիմոթեոս 4-րդ գլուխ 16 խոսքում։ Ինչպես է նրա խրատը ցույց տալիս ուսմունքի կարևորությունը։ Ուշադիր եղիր ինքդ քո եւ ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևիր, որովհետեւ այդ անելով կփրկես թե ինքդ քեզ, թե քեզ լսողներին։ Ըստ Տիմոթեոս 6-րդ գլուխ 3-րդ խոսքի, որոնք են այն առանցքային հատկանիշները, որոնք օգնում են մեզ տարբերակելու ճշմարիտ աստվածաշնչյան ուսմունքը։ Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի եւ չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը, նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ եւ լեզվակռիվներ հարուցելու աղտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ, մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շայի աղբյուր են համարում։ Հաջորդ տեսանյութին խոսենք քրիստոնեությունը սրտի եւ մտքի կրոն է թեմայի մասին։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։